Եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մենք պետք է սկսենք բանակցությունները ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Ասոցիացիան համաձայնագրի դա է մեր ինստիտուցիոնալ հաջորդ քայլը։ Նոր ենք սկսելու բանակցությունները։ Ես ասում եմ, եթե մենք այս կետից սկսած ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները, շուրջվանից չենք սկսել, դա վիժեցվել է 13 թվականին ու տենց էլ մնացել է դարակում այդ շուտվանից ոնց կարող էինք սկսել, եթե նորա որոշումը կայացվել, օրենքը եթե անցած տարի ընդունվել, շուտվանից երբ այդ որոշումը չկա։ 2017-ին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքվեց, ու այդ ՍԵՊԱ-ի համաձայնագրով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ կար, որպես Արցախի հարցի կարգավորման սկզբունքներից մեկը։ Սկզբունքներից մեկը։ Դրանից հետո, անգամ 2020-ի պատերազմից հետո Ջոզեփ Բորելը հայտարարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խոսքը ձեր աշխատանքի մասին է։ Մենք խոսել ենք չէ՞ այդ մասին։ Դուք հիմա ուզում եք նյութ ստանալ, բայց ինչի բավարար։ Ինչի մասին եք դուք խոսում։ Ես ՍԵՊԱ-ից չեմ խոսում։ Բայց ես ՍԵՊԱ-ից եմ հարցնում։ ՍԵՊԱ-ի համաձայնագրի կեսից ավելին կիրարկված է, արդեն մյուս կեսն էլ կիրարկվում, փուլում է, ամեն ինչ նորմալ է գնում ՍԵՊԱ-ից կապված։ Չէ, ամենևին, ինչ ո՞րն է տապալվել։ Դուք այդ համաձայնագիրը նույնիսկ մի էջ այդ համաձայնագրից չեք կարդացել, դուք էլ գիտեք տապալվել է թե չի տապալվել։ Միթե մի բան եք լսել, եկել ստեղ կրկնում եք։ Ասեցի, չէ, ասեցի, մոտ 50%-ը։ Բան 50%-ով պիտի կատարեր։ Կատարեր չէ, կատարի։ Հա։ Դեռ պիտի կատարվի։ Հա, իհարկե։ Արդյունավետ է գնահատում ՍԵՊԱ-ի համաձայնագրով։ Հաշվի առնելով այն խոչընդոտները, որ դրա ընթացքում ծագել էին, COVID-ը, պատերազմը եւ այլ, այո, որոշակի դանդաղում եղել է, բայց արդյունավետության նվազում ես չէի ասի, այսինքն համենայնպես մենք այդ հանձնառությունից չկա հանձնառություն, որից հետ կանգնած լինենք։ Կա բան, որ պետք է ասենք կիրարկվել մարտ ամսին, կիրարկվել է ապրիլ ամսին։ Հա, դա կարող է լինի, մոտ 50%-ը կիրարկվել է, բայց կրկնում եմ ես։ Նորից եմ ասում, դրանից առաջ շարժվելու հաջորդ քայլը պետք է լինի ասոցիացիան համաձայնագիր։ Ես սա մասն եմ խոսում, դուք ասում եք, բան չի ասել, բայ 50%-ը կիրարկվել։ ՍԵՊԱ-ում այսպիսի կետ կար, չեղավ, դրանից հետո Ախր դուք այդ կետի բովանդակությունը չեք հասկանում, դուք չեք Ռիփսիմե ջան, դուք չեք հասկանում։ Մենակ ես չէ, շատերն են հասկանում, բայց դուք ինձ թվում է անկեղծորեն դա չեք հասկանում, էլի կոնկրետ դուք, հա։ Ես չեմ ասի, որ դե միլիոն անգամ ես դահլիճում դա խոսացվել է, հիմա նորից ինձ բան եք անում, ինձ պետք է ես լեկցիա չեմ կարդալու։ Որոշում չունենք, նիստ պետք է լինի ֆրակցիայի, այնտեղ պետք է ես չեմ կարող, անդադում են, եվրոպական ստանդարտ է։ Հարցերի պատասխանները կասեն, այսինքն Այո, ես շատ լավ այդ հարցը, կոնկրետ այդ կետը, այդ 3 սկզբունքները, դրանց միջազգային կոնտեքստը, դրանց կիրարկման հնարավորությունները, կոնտեքստը, ենթատեքստը, այնտեղ ներգրավված ուժերի նպատակները եւ հնարավորությունները ես հասկանում եմ շատ լավ, իսկ դուք չեք հասկանում ընդհանրապես, որ հասկանայիք, իմանայիք, որ թե ինչա տեղի ունեցել։ Դրա մասին միլիոն անգամ խոսացվել է։ Դուք ձեր մաշկի վրա զգում եք տեղի ունեցածի հետևանքները, դուք չեք զգում, թե ինչա տեղի ունեցել, որովհետև դուք չեք գիտակցում մեխանիզմը ոնց է աշխատել։ Դուք այդ մեխանիզմի դետալների աշխատանքը չեք հասկանում, դուք չեք պատկերացնում, թե ոնց են աշխատում միջազգային հարաբերությունները, որ գրած բառը ինչա նշանակում այնտեղ եւ ինչ խոսքը ինչա նշանակում։ Աշխատել, որ ավելի լավ հետևանքներ լինեն մեր վրա։ Այդ հարցում ավելի լավ հետևանք չէր կարող լինել։ Չէր կարող լինել։ Այդ հարցում, ձեր նշած հարցում։ Այլ հարցը միլիոն անգամ է տրվել այդ գնահատականը, միլիոն անգամ խոսացվել է, էլի ես չգիտեմ, դուք ուրիշ նյութ չունեք սարքելու։ Ուզում եք կարամ ինչ-որ սկանդալային բան ասեմ, նյութ տակ ես։ Բանավեճի ավերած, խնդրում եմ։ Բարի ծետը պահեք, էլի։